Հարցերելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր փետրվարի 27-ն է, սա արդեն թվով մեր երկրորդ հաղորդումն է, եւ երկրորդ հաղորդումը անելու անհրաժեշտություն առաջացավ նրա համար, որ հիմա աշխարհում եւս մեկ կոնֆլիկտ է բռնկել, բավականին վտանգավոր կոնֆլիկտ, եւ խոսքը Պակիստանի եւ Աֆղանստանի միջև բռնկած կոնֆլիկտի մասին է, որը որ կարող է նույնիսկ վերաճել ատոմային աղետի։ Ինչպես ես արդեն տեղեկացրել էի մեր առավոտյան հաղորդման ընթացքում, եւ երևի դուք էլ այլ տեղերից էլ լսեցիք այդ մասին, երեք փետրվարի 26-ին պատերազմը կրկին վերսկսվել է Պակիստանի եւ Աֆղանստանի միջև, ու այս անգամ արդեն աֆղանցիները կարծես թե ավելի լավ են պատրաստվել, քան նախորդ անգամ, քանի որ նախորդ անգամ ավելի շատ կորուստներ եւ զոհեր էին ունեցել, իսկ հիմա կարողացել են արդեն գրավել մի քանի հենակետ, միանգամից մի քանի հենակետ են կարողացել գրավել Պակիստանից, նույնիսկ աֆղանցիների տեղեկությունների համաձայն եւ իրենց Arianna News հեռուստաընկերության համաձայն աֆղանցիներին հաջողվել է գրավել մինչև 19 պակիստանական հենակետ, այսինքն կարողացել են աֆղանցիները, թալիբները խորանալ Պակիստանի, չասենք շատ խորքերը, բայց դե գրավել են Պակիստանից տարածքներ եւ բազմաթիվ հենակետեր, 2 տասնյակին հասնող հենակետեր։ Ի պատասխան Պակիստանը բազմաթիվ ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին, խոսքա հարյուրավոր զոհերի մասին, նույնիսկ Կաբուլին են հարվածել եւ Կանդագարին, այսինքն մայրաքաղաքին եւ մեծ քաղաքներին Աֆղանստանի, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Հիմնական թիրախները ըստ Պակիստանի եւ Պակիստանի պաշտպանության նախարարության, միջայլոց Պակիստանի պաշտպանության նախարարը ասում է, որ պատերազմական արդեն իրավիճակում է գտնվում երկիրը, կարելի ասել նույնիսկ հայտարարված պատերազմ է եւ ըստ իրենք հարված են հասցրել ռազմական օբյեկտներին, թալիբների ռազմական օբյեկտներին, բայց թալիբները պնդում են, որ խաղաղ բնակչությանը եւս հարված է հասցվել։ Ի պատասխան Աֆղանստանը կարողացել է այս անգամ ավիահարվածներ եւ ամենայն հավանականությամբ ոչ միայն ավիահարվածներ, այլ նաեւ հրթիռային հարվածներ հասցնել Պակիստանին, եւ ամենակարևորը այն է, որ այս անգամ Աֆղանստանին հաջողվել է հարված հասցնել կոնկրետ ատոմային օբյեկտներին։ Նույն Arianna News հեռուստաընկերությունը, թալիբների կողմից ղեկավարվող աֆղանական Arianna News հեռուստաընկերությունը հստակ տեղեկացնում է, որ իրենք հարված են հասցրել ատոմային ուժերին, Պակիստանի ատոմային ուժերին եւ այնտեղ այն ռազմաբազային, որտեղ որ պահվում է ատոմային զենք, Պակիստանի ատոմային զենքը, ինչպես գիտեք, Պակիստանը պաշտոնապես ատոմային տերություն է եւ ըստ աֆղանցիների իրենք կարողացել են հարված հասցնել հենց ատոմային այդ օբյեկտներին, դրանից բացի ռազմական ինստիտուտին են կարողացել հարվածել, ինչի արդյունքում կան բազմաթիվ զոհեր։ Չնայած նրա, որ Պակիստանը փորձում է հերքել, թե իբր ատոմային օբյեկտների են հասցվել հարվածները, այսինքն հաջողության են հասել աֆղանցիները, Պակիստանը սա հերքում է, սակայն այնուամենայնիվ կան բազմաթիվ կադրեր, որոնք որ վկայում են այն մասին, որ Պակիստանում իրոք շատ մեծ պայթյուններ են տեղի ունեցել, բավականին մեծ եւ լուրջ պայթյուններ, եւ դրանից բացի կան նաեւ տեսանյութեր, որտեղից որ մենք հասկանում ենք, որ բազմաթիվ շտապօգնության մեքենաներ մեծ հերթ են շարվել եւ գնում են դեպի այդ պայթյունները, այսինքն ինչ որ խոշոր օբյեկտ է պայթել, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Իրավիճակը ծայրաստիճան հիմա լարված է Պակիստանի եւ Աֆղանստանի միջև, իրենք բավականին երկար ժամանակ է
վեճ ունեն, պատերազմ ունեն, հիմնականում սահմանային է իրենց վեճը, բայց Պակիստանը մեղադրում է աֆղանցիներին ահաբեկիչ լինելու մեջ, փաստացի նույն մեղադրանքներն են նաև հնչում աֆղանցիների կողմից Պակիստանի նկատմամբ եւ կարծես նաև նկատվում է այն, որ Պակիստանը այս անգամ հաշվի չէր առել այն փաստը, որ իր հին կոնֆլիկտը Հնդկաստանի հետ տալիս է արդեն իր վատ իմաստով արդյունքները եւ Հնդկաստանը սկսել է օգնել կան որոշ տեղեկություններ կոնկրետ Աֆղանստանին։ Դրանից բացի մենք գիտենք, որ ամերիկյան զենքեր էր մնացել եւ հայտնվել աֆղանցիների ձեռքում, տալիբների ձեռքում, երբ որ ամերիկացիները շատ շտապ ձևով, հապճեպ ձևով լքում էին Աֆղանստանը Բայդենի օրոք եւ փաստացի նաեւ ամերիկյան որոշ զենքեր կան տալիբների ձեռքում։ Դրանից բացի մենք նաեւ գիտենք, որ տալիբները շատ երկար տարիներ պատերազմի մեջ են, տասնամյակներով դեռ Խորհրդային Միության հետ էին պատերազմի մեջ, հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ հիմնական այն տերորիստական խմբավորումները ծնվել են նաեւ Աֆղանստանում եւ նաեւ ինչու՞ չէ Պակիստանում։ Վերջում Բեն Լադենը նաեւ թաքնվում էր Պակիստանում, այսինքն շատ սերտ կապված են այդ առումով Պակիստանը եւ Աֆղանստանը։ Ու նաեւ միանշանակ է այն, որ դժվար թե Պակիստանը կարողանա որևիցե ցամաքային գործողություն իրականացնել Աֆղանստանում, քանի որ ինչպես արդեն նշեցի, տալիբները մեծ փորձ ունեն պայքարի, Աֆղանստանը մեծ փորձ ունի պայքարի թե Խորհրդային Միության դեմ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ կոալիցիոն ուժերի դեմ։ Ահա թե ինչ նպատակներ եւ ծրագրեր ունեն արդեն տալիբները դժվար է ասելը, բայց որքան հասկանում ենք, տալիբները այդ գետնի վրա մարտերում շատ ավելի հետաքրքիր հաջողություններ են կարողանում գրանցել իր նախկին փորձի շնորհիվ եւ այդ 19 հենակետերի գրավումը նույնպես կոնկրետ խոսում է եւ վկայում է այդ մասին։ Չի կարող է հանգեցնել այս կոնֆլիկտը, դժվար է միանշանակ ասել, այս պահի դրությամբ ՄԱԳԱՏԷ-ն չի ֆիքսել ճառագայթման ավելացում կամ փոփոխություն, այսինքն այս պահի դրությամբ կարծես թե ատոմային այդ օբյեկտին հարվածը չի բերել նրան, որ ինչ-որ ատոմային ռումբ պայթի կամ ինչ-որ դետոնացիա տա, բայց վտանգը իրոք այնուամենայնիվ կա եւ այն ցավոք սրտի բավականին էլ մեծ է եւ նաեւ հաշվի առնելով, որ Պակիստանը ատոմային գերտերություն է, դժվար է ասել, թե ինչ շարունակություն կունենա այս կոնֆլիկտը, հաշվի առնելով նաեւ այն, որ Պակիստան-Հնդկաստան հարաբերությունները նույնպես ծայրաստիճան լարված են, չնայած որ Թրամփը բավականին լուրջ ձևով միջամտել էր, որպեսզի կարողանա կասեցնել այն պատերազմը, որը սկսվել էր Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ, սակայն այս պայմաններում վտանգները իրոք մեծանում են։ Տեսնենք, բայց դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք ունենա Պակիստանի եւ Աֆղանստանի միջեւ պատերազմը հաշվի առնելով նաեւ այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դժվար թե կարողանան ազդեցություն ունենալ Աֆղանստանի վրա։ Չեմ պատկերացնում ուղղակի, շատ չեմ խորացել այդ թեմայի մեջ, բայց եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ հապճեպ ձևով դուրս բերեցին իրենց զորքերը, նույնիսկ կարելի ասել ինչ-որ միտեղ Բայդենը ախուստի դիմեց Աֆղանստանից, դա ուղղակի պաշտոնավարության համաձայն նշանակում է այն, որ Դոնալդ Թրամփը այնտեղ որևիցե ազդեցություն չի կարող ունենալ, կարող է ունենալ ազդեցություն Պակիստանի վրա, բայց ոչ Աֆղանստանի վրա։ Նաև կարևոր է այն փաստը, որ այդ երկրները սահմանակից են շատ մոտ են գտնվում Իրանին, իսկ Իրանի շուրջ էլ իրավիճակը ահռելի լարված է, չնայած որ հիմա մենք ունենք նոր հայտարարություն Աբբաս Արաղչիի կողմից Իրանի արտգործնախարարի, որ իբր բանակցությունները շատ լավ են ընթացել, ակնարկում է, որ իրենց հաջողվել է գալ պայմանավորվածությունների, չի ասում կոնկրետ, ասել են պայմանավորվածություն, բայց հստակ ակնարկում է, որ ասել են պայմանավորվածությունների, կարծես
Բայց նույն ժամանակ բազմաթիվ լրատվամիջոցներ խոսում են այն մասին, որ չէ, բանակցությունները տապալվել են եւ դա եւս կրկին վկայում է այն մասին, որ կարող է արդեն պատերազմը սկսվել, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ավիակիր Ջերալդ Ֆորդ, այդ ամենամեծ ավիակիրի կոյուղիների խցանումը կարծես թե այդ հարցը կարծես թե լուծվել է եւ հիմա Ջերալդ Ֆորդը մոտենալու է արդեն ավելի տարածաշրջանին։ Տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց արդեն մենք ունենք կոնֆլիկտ, որը որ կա Աֆղանստանի եւ Պակիստանի միջեւ եւ այն ուղղակի ավելի է հեշտացնում այս նոր կոնֆլիկտի վերսկսումը։ Իմիջիայլոց կան նաեւ տեղեկություններ եւ հիմա ավելի շատ է խոսում այն մասին, որ Թրամփը առաջարկել է Նետանյահուին առաջինը հարված հասցնել Իրանին, տեսնենք, հետաքրքիր կոմբինացիա է, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը չի ցանկանում առաջինը հարված հասցնել, որպեսզի եթե ինչ-որ մի բան այնպես չընթանա, ինչպես որ ծրագրել է Դոնալդ Թրամփը, ինքը կարողանա ուղղակի ասել, որ ես չէի պատերազմը սկսողը, մենք ուղղակի հասանք օգնության մեր դաշնակցին։ Եվ դրա համար հիմա կարծես թե ավելի շատ է հավանականությունը նրա, որ հենց Իսրայելը առաջինը հարված հասցնի Իրանին։ Նաև այսօր կար տեղեկություն այն մասին, որ Իրանի եւ Ադրբեջանի սահմանին կրակոցներ են գրանցվել, ինչ որ նարկո տրաֆիկինգի հետ կապված որոշ ուժեր են փորձել անցնել սահմանը, բայց ես հիշեցի այն, որ նախորդ պատերազմի ժամանակ եւս նման միջադեպ կարծես թե գրանցվել էր, եթե սխալվում եմ, ով որ լավ է հիշում, անպայման հիշեցրեք մեկնաբանությունների մեջ, բայց ինչ որ նման մի բան կար եւ սա եւս կարող է ինչ որ ցուցիչ լինի, որ պատերազմը շատ մոտ է։ Դրանից բացի մենք գիտենք, որ խնդիր առաջացավ եւ սահմանի հետ կապված Ադրբեջանի եւ Իրանի հետ, անօթաչու սարքեր բարձրացրեց Իրանը օդը, այսինքն Ադրբեջանի սահմանը հիմա շատ լուրջ ձևով սկսեց կրկին վերահսկել Իրանը։ Դրանից բացի այսօր արդեն նաեւ Չինաստանն է կոչարել իր քաղաքացիներին լքել Իրանը եւ ելի մի շարք երկրներ այս վերջին 2 օրերին հարմարեցրել են իրենց զգուշացումները եւ կոչ են հստակ հղել, որպեսզի իրենց քաղաքացիները շտապ լքեն Իրանի տարածքը։ Այս պայմանությամբ այսքանը սերելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։